ուրեմն հերթական թե արտահերթ ընտրությունների շեմիստան գիտես ինչ են ասելու։ Բանակ պետք չի ծառայել։ Չէ, ասել են ժամկետային զինծառայողներ էլ զորակոց չի լինելու ժողովուրդ ջան։ Պայմանագրայիններն են գնալու։ Հիմա պայմանագրայինների մասին ես մի երկու գնահատական եմ ուզում տալ։ Երբ ծնվեց պայմանագրային ծառայությունը 90-ականների վերջին առաջին ստորաբաժանումները ստեղծվել այն կորպուսում, որտեղ ես կորպուսի փոխհրամանատար էի։ Ինչու ստեղծվեց պայմանագրային ծառայություն։ Որտեղ ժամկետային զինծառայողների թվականակը չէր բավականացնում Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկակով անձնակազմի կողմից մարտական խնդիր կատարելու։ Ինչպես ընտրվեց պայմանագրայինները, դրանք հիմնականում սահմանամերձ բնակավայրի այն բնակիչներն էին, որոնք ունեին մարտական գործողությունների փորձ եւ զինվորական մասնագիտություն։ Առաջին ստորաբաժանումները դասակ, վաշտ, հետո գումարտակներ ստեղծել են 3-րդ բանակային կորպուսում։ Դրա համար է ստեղծվել։ Մեկ երկրորդ այդ անձանց մոտիվացիան շատ բարձր է, որտեղ իրենք ոչ միայն 15 օր ծառայելով սահմանում իրենց հայրենիքն են պահում, այլև թիկունքում իրենց տունը։ Այսինքն շատ բարձր մոտիվացիա կար։ Ուրեմն պայմանագրային ծառայությունը ունի նաև այլ մոտիվացիա, նյութական։ Օրինակ, մարդը գնում է պայմանագրային ծառայության, որտեղ կա սոցիալական փաթեթ, իր եւ իր ընտանիքների համար այն է բարձր աշխատավարձ, թեև նախկինում պիտի լիներ դրամական բավարարում, հետո իր համար արտոնություններ, առողջապահական ընտանիքի անդամների համար կրթական եւ բնակարանային։ Դուք մեկ անգամ լսել եք սոցիալական փաթեթի մասին պայմանագրային զինծառայողներ չկա։ Բա մարդը ինչու պիտի գնա պայմանագրային ծառայության, առավել է սահմանում կանգնած պայմանագրային զինծառայողը նույն կոչումով, նույն հաստիկով եւ Երևանի փողոցներում առողջից իրիկուն քարշ գալացող ոստիկանները 2-3 անգամ գումար ավելի շատ են ստանում, քան սահմանում կանգնած մարդը, որտեղ կյանք է վտանգում։ Բնականաբար վաղը չեմիսորը պայմանագրային ծառայության մարդիկ չեն գնալու, Նիկոլ ինչ ասելու։ Ժողովուրդ ջան, հիմա ես եմ մեղավոր։ Ես ուզեցա պայմանագրային բանակ, պրոֆեսիոնալ բանակ ստեղծել, որ այդպիսի բան չկա, բոլոր բանակները 3 տեսակ ստեղծող, 3-ն է պրոֆեսիոնալ են, հիմարություններ են դուրս տալիս։ Եվ հետո տեսեք դուք չեք ուզում հայնիկը պաշտպանել, եթե չեք ուզում Ադրբեջանը ինչ պարտադրելու է, նա էլ ընդունելու են։ Բա ինչ թողենք Երևան գան։ Նիկոլն էլ վերջում ասելու են, քո հարազատներիդ կույս աղջիկները, որոնք գործի ամուսնանան, ամուսնության առաջին իրավունքը գիշերը տվեք մեզ։ Իդեպ սա ընդունված է թուրքական աշխարհում։ Ավելին ասեմ, բրիտանական աշխարհում ընդունված եղել։ Բրիտանիան երբ որ ժամանակին իռլանդացիների նման պայմաններ, Իռլանդիայում մեծ ապստամբություն եղավ, հայտնի ֆիլմեր կան դրա վերաբերյալ, բայց դա պատմական հիմք ունի։ Նույն մոնղոլ թաթարները, երբ որ Ռուսաստանի շատ տարածքները նվաճել էին, իրենց սեռական հաճույքները ստանալու համար ռուս կանանցից արգելել են ներքնաշուլ հագնել, որ ժամանակ չկորցնեն, ձիու ճիշտեն, հարաբերություն ունենան ու գնան։ Որ կինը ներքնաշուլ ուներ, այդ կանանց սպանում էին։ Օրենքով։ Հիմա թուրքերն սրանց են ասելու, ոչ մի տարբերություն։ Բանակ չունես, օրինակ ինձ հետաքրքիր է, եթե դու բանակ չունես, թուրքերը գալիս մտնում են քո երկիրը պատրվակով։ Ու լավ են անում, ու ճիշտ են անում։ Եվ այտենց է գտնում են, որ ճիշտ է։ Ինչ հետաքրքիր է, քաղ պայմանագրի կարկառու ներկայացուցիչներն են դիմադրելու այդ ագրեսիային։ Օրինակ պատկերացնում եք, Օթուժինք փոխարինի Արարատ Միրզոյանը իր ուռողների բանակով։ Սենց ուռում են, բարձրանում են երկին, վերևից սկսում են ռմբակոծել, հրթիռակոծել հակառակորդի, ուրեմն բանը, բոլոր կայանքները։ Հետևակի դեմ, իդեպ պայքարում է առաջնորդությամբ Ալեն Սիմոնյանը։ Իր նման պղծվածների բոլորի ձեռը վիբրատորներն գնում են ավտոմատների դեմ կռիվ տալու։ Նիկոլ Փաշինյանն էլ հրապարակավ սկսում է կոչ անել Ալևին, որ դու շատ սխալ ես, որ դա սա քո վերջն է, հեսա Տրամփ ձածանակաշները ձգելա զորքեր շտապ հետ քաշի։ Ալևն էլ վախից տակը միզում է, պամպերսի մեջ զորքերով փախնում է։ Այսինքն էլ մենք հաղթանակ ենք տանելու։ Մենք ծիծաղում ենք, բայց տարածաշրջանը մեծ պայթյունի մեջ է։ Օրերս 3 օր առաջ Կասպից ծովում մի ծով իդեպ ասեմ ձեզ, որտեղ ՆԱՏՕ-ն գոյություն չունի։